Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, մենք ուղիղ եթերում ենք ինչպես միշտ եւ դուք ունեք հնարավորություն զանգահարելու, գրելու մեզ եւ ուղղելու ձեր հարցը այսօրվա մեր հյուրերին։ Քանի որ սեպտեմբերի վերջին կիրակին, անցած կիրակին ամբողջ աշխարհը նշեց որպես խուլերի միջազգային օր, այս անգամ այս տարի մենք որոշեցինք տաղավար հրավիրել հենց այս համայնքի մի ներկայացուցչի եւ հասկանալ նրա կյանքը ինչպես է ապրում, ինչ խնդիրներ ունի եւ որոնք են իր կարծիքով այն խնդիրները, որոնց վրա պետք է որ եւ հասարակությունը եւ պետությունը դարձնի ամենամեծ ուշադրությունը խուլ համայնքի համար։ Մեր տաղավարում է Գրետա Ավագյանը եւ Գրետային մեզ եւ ձեզ օգնելու է ժեստերի լեզվի թարգմանչուհի Աննա Բերբերյանը։ Բարև ձեզ, հարգելի հյուրեր։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք մեր տաղավար։ Գրետա, շատ հաճելի է քեզ տեսնել մեզ մոտ։ Մենք անցած տարի այս նույն թեմային անդրադարձել ենք Տիկին Զուբեյդայի հետ, որ ժեստերի լեզվի թարգմանիչ է, եւ այս տարի ես որոշեցի, որպեսզի հենց դու ձեզանից մեկը խոսի ձեր խնդիրների մասին։ Խնդրում եմ նախ մի փոքր պատմիր քո մասին։ Ես ծնվել եմ Գորիսի շրջան, Շնող գյուղում։ Այնտեղ մանկապարտեզ եմ հաճախել, դպրոց եմ նույնիսկ հաճախել, ապրել եմ 11 տարի։ Բայց հետո հասկացա, որ շատ դժվար է ինձ համար։ Ինչու, որովհետև այնտեղ մանկավարժը չուներ հատուկ մասնագիտական ինչ-որ պատրաստվածություն չէր անցել, դրա համար դժվար էր ինձ հետ իր հետ շփվելը։ Ծնողներիս խնդրեցի, որ ես այսպես չեմ կարող շարունակել։ Ծնողներս որոշեցին, որ պետք է տեղափոխվեն Երևան քաղաք եւ այստեղ ուսումը շարունակել։ Իմ կամքով գյուղում որ դասարան էր, Գյուղում ես 4-րդ դասարանն եմ, իսկ երբ որ տեղափոխվեցինք Երևան, իմ կամքով ես խնդրեցի, որպեսզի ինձ 2-րդ դասարան նստեցնեն, որ ես սկսեմ սովորել, որտեղ ես զգում եմ, որ 4-րդ դասարանի կրթությունը ինձ համար բավարար չէ, ես լիարժեք գիտելիքներ չունեմ 4-րդ դասարանի, դրա համար խնդրեցի, որ ինձ 2-րդ դասարան նստեցնեն։ Ու այդտեղից սկսեցի կամաց խոսք, բառ, ժեստ միասին սովորել ու այդպես զարգանալ։ Եվ հիմա կարծում եմ արդեն պատկերը ձեզ տեսանելի եւ հասկանալի։ Այո, դու սովորել ես Երևանում փաստորեն խուլերի համար հատուկ դպրոցում, այո։ Այո, խուլերի գիշերօթիկ դպրոցում եմ սովորել եւ այնտեղ էլ գիշերել։ Այո, խնդրում եմ ասա, թե ինչն էր տարբերությունը բացի այդ դպրոցի տված հնարավորություններից Երևանի եւ գյուղի կյանքի։ Այնտեղ կային մարդիկ, որ ժեստերի լեզվով կարողանում էին քեզ հետ խոսել։ Գյուղում իհարկե որ բացակայում էր նման բան չկա, որ ինձ հետ կարողանային շփվել ժեստերի լեզվով, դա բացառվում էր չկար։ Իհարկե ես չեմ դժգոհում, ինձ բոլորը շատ լավ են վերաբերվել, չեն արհամարել, վերաբերմունքից ես չեմ դժգոհում, հարգանքով եմ վերաբերվել։ Ես ու ասեմ, ես այդ ժամանակ չէի զգում, որ ես խուլ էի։ Երբ որ տեղափոխվեցինք Երևան, այդ ժամանակ ես հասկացա, որ ես խուլ եմ։ Իհարկե Երևանում շատ խնդիրներ առաջ եկան, ծաղրի հանդիպեցի, խուլերին ծաղրում էին, բայց ասեմ, որ համբերատար են խուլերը, խուլերս համբերատար ենք։ Բայց ասեմ, հիմա շատ բան է փոխվել, պատկերացրեք, որ մարդիկ իրենց կամքով գալիս են եւ ժեստերի լեզու են ցանկանում սովորել։ Այսինքն տեսեք ինչ մեծ տարբերություն կա, ինչքան ենք առաջ գնացել։ Երբ որ գնում եմ գյուղի ընկերներս խնդրում են, ասում են, ինչ որ մի ժեստ կսովորեցնես ինձ, ուզում եմ այսինչ ժեստը սովորել, ու այդպես sense ինձ մոտ բան է, էլի, sense ծիծաղ է գալիս, որ մարդկանց մեջ ինչ որ բան է փոխվել, էլի, շատ լավ, դեպի դրական։
Այո, եթե մենք դեռ կանդրադառնանք այդ փոփոխություններին, թե ինչ ճանապարհներով դրանք տեղի ունեցան, բայց հիմա ես ուզում եմ հասկանալ Գրետա, եթե այդ ընտրությունը կատարեիր դու հենց ամենափոքր հասակից, հա, դու հնարավոր է որ ինչ որ մի բան քեզ այնուամենայնիվ տաներ խոսքի ուսուցման ճանապարհով։ Իհարկե, ես փոքր տարիքում դժվար թե հասկանայի խոսք, թե ժեստ, ես դժվար կարողանայի ընտրություն կալ։ Իսկ հիմա ես արդեն հասկանում եմ, որ ինձ համար բարդ է խոսքով շփվելը մարդկանց հետ, որտեղ մարդիկ ինձ չեն հասկանում, ես էլ ինձ չեմ հասկանում, բայց ընտանիքում այդ խնդիրը չունեմ, հրաշալի է մեր շփումը խոսքով։ Բայց մարդիկ իմ խոսքը չեն ընկալում ու ճիշտ չեն հասկանում։ Ես չեմ մեղադրում այդ մարդկանց։ Իսկ այդ մարդիկ քո բոլոր ժեստերը հասկանում են։ Ես չեմ ասում, որ հասկանում եմ, բայց փորձում եմ շփվել, ժեստեր ենք փորձում իրար հետ ժեստերով խոսել, փորձում ենք իրար հասկանալ։ Լինում է, որ գրելով ենք շփվում, այսինքն եթե ստացվում է, որ ոչ ժեստ, ոչ խոսք, անցնում ենք գրավոր խոսքին։ Գրետա, դու երբևէ փորձել ես լսողական սարքեր կրել եւ քո լսողությունը ինչ աստիճանի տուժած էր, որ քեզ մնաց միայն ժեստերով լեզվի ճանապարհը։ 10 ամսական եմ լսողությունս կորցրել, թույլսողի ջերմություն ունեցա, այդպես լսողությունս ընտանիքում չէին հասկանում, թե ես ինչ խնդիր ունեմ։ Հետո ուշ իհարկե ինձ բժշկի տարան, պարզվեց, որ ես լսողության խնդիր ունեմ, բայց լսողության ինչ որ որոշ աստիճան կա, որ լսում եմ ինչ որ բաներ։ Մինչև 8 տարեկան լսողությունս ամբողջովին չէր կորել, կար լսողություն կար, որ բառեր կար, որ մարդկանց խոսքերը, բառերը հասկանում էի, որ երբ որ խոսում էին մարդիկ։ 8 տարեկանից հետո ընդհանրապես կորցրեցի լսողությունս։ Երբ որ Երևանում եկանք լսողական սարքի համար դիմեցինք բժշկական ինչ-որ կենտրոն, պարզվեց, որ ես 4-րդ աստիճանի կորուստ ունեմ, ծանր լսողություն է դա համարվում։ Ես դրանից չնեղվեցի, դա ինձ չէր խանգարում, թե որ աստիճանի լսողություն ունեմ ես։ Իհարկե ինձ տվեցին լսողական սարք, ես կրեցի մինչև 4-5 տարի։ Դրանից հետո ես հասկացա, որ ես չեմ կարող այդ սարքը կրել, ինձ խանգարում էր դա։ Այսինքն ես դա ավելորդ էի համարում կրել, ինչու, որտեղ դա ինձ ոչինչ չէր օգնում ինձ այդ սարքը։ Այո, փաստորեն դու հենց ինքդ ընտրեցի։ Խաղալիք տային ձեռս, ասեն դիրական ջիտ, այդպես։ Փաստորեն հենց դու ինքդ քեզ համար ավելի հարմարավետ ընտրեցիր ժեստերով խոսքի ճանապարհը եւ հրաժարվեցիր լսողական սարքերից։ Գրետա, այո, ես չեմ ասում խոսքս թողել եմ, ես խոսքով եմ շփվում մարդկանց հետ։ Այո։ Բայց զուգակցում եմ, այսինքն ժեստ եւ խոսք, դրանք անպայման ես կիրառում եմ։ Շատ լավ, հիմա անդրադառնանք քո հետ դպրոցական տարիներին, դպրոցը ավարտելուց հետո, ինչ ճանապարհներով դու միտք ունեիր գնալու, բարձրագույն կրթություն, միջին մասնագիտական կրթություն, դպրոցում լավ ես սովորել, ես գիտեմ, որ դու ընթերցել շատ ես սիրում։ Այո, ընթերցել շատ եմ սիրում, ճիշտ եք լսել։ Շատ եմ սիրում ընթերցել։ 13 տարեկանից եմ սկսել գիրք ճանաչել եւ ընթերցել։ Երազանց էի դպրոցում սովորում, երազանքս մանկավարժ դառնալն էր։ Այո։ Ինչ մանկավարժ, որ ինձ նման երեխաներին կրթեի։ Իսկ որ առարկան հետաքրքիր է։ Տարական դասարանի երեխաների հետ աշխատեի։ Դու հասկացա, որ ես իսկապես փորձեմ, կարող եմ, ինչու ոչ։ Այո։ Քննություն տվեցի։ Դիմեցիր մանկավարժական համալսարան։ Այո, դիմել եմ մանկավարժական համալսարան, քննությանը մասնակցեցի, բայց ցավոք միավորներս չբավարարեց, ես չընդունվեցի։
Եվ հիմա կրկին պարապում եմ եւ հավատում եմ, որ կընդունվեմ։ Մինչև մեր խոսակցությունը շարունակելը փոքր գովազդային դադար պետք է ունենանք, ես հիշում եմ, որ մենք կանգնեցինք բուհ ընդունելության քննության հարցի առջև, թե ինչն էր այդ դժվարությունը, որ դու չկարողացար հաղթահարել, կփորձենք բարձել գովազդից հետո, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում է Գրետա Ավագյանը, նա խոսում է ժեստերի լեզվով նախորդ կիրակի օրը, սեպտեմբերի վերջին կիրակին աշխարհում նշվում է որպես խուլերի միջազգային օր եւ մենք այս առիթով որոշեցինք տաղավար հրավիրել հենց Գրետային խուլերի համայնքից մեկին, ով ապրում է Հայաստանում, գյուղից քաղաք է տեղափոխվել, որպեսզի կարողանա համապատասխան կրթություն ստանալ դպրոցում եւ ժեստերի լեզու սովորել մեզ եւ Գրետային այսօր օգնում է Աննա Բերբերյանը, ժեստերի լեզվի թարգմանչուհի, կհանդիպենք փոքր գովազդից հետո։ Արարատ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապ օգնություն հաղորդաշարը, հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք մեր եթերը նվիրել ենք խուլերին, անցած կիրակի խուլերի միջազգային օրն էր եւ տաղավար ենք հրավիրել ժեստերի լեզվով հաղորդակցվող Գրետա Ավագյանին, նա սովորել է Երևանի թույլ լսողների եւ խուլերի հատուկ միջնակարգ դպրոցում, ավարտել եւ մեր խոսակցությունը կանգ առավ այն պահին, որ Գրետան դիմել է մանկավարժական համալսարան, բայց բալերը չեն հերիքել եւ չի կարողացել ընդունվել, հիմա նորից է փորձում դիմել այդտեղ Գրետայի եւ մեզ համար թարգմանություն է կատարում Աննա Բերբերյանը, ժեստերի լեզվի թարգմանչուհի, եթե ունեք հարցեր, զանգահարեք, գրեք մեզ, ես գիտեմ, որ այսօր հնարավոր է հենց գրելով շատ լինեն մեր հարցերը, ձեր հարցերը, շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am է մեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Գրետա, հետաքրքիր է, որ առարկան էր, որ դու չկարողացար հաղթահարել դրա այդ շեմը ընդունելության ժամանակ։ Դպրոցում շատ սիրում էի հայոց լեզու առարկան, բայց քննության ընթացքում պարզվեց, որ շատ բարդ հարցեր են ու ինձ բարդ հարցեր ընկան։ Ահա, ուրեմն ես հիշեցնեմ, որ հատուկ կրթահամալիրում խուլերի այն ծրագիրը չի դասավանդվում, ինչպես ասենք հանրակրթական դպրոցներում։ Այսինքն հարցերը, այնպիսի հարցեր, որ հատուկ դպրոցում ես չէի սովորել։ Այսինքն ինձ համար դա խնդիր առաջացավ։ Այսինքն քննության պահին ես հասկացա, որ բառեր կար, ես չէի հասկանում, չգիտեի իմաստը դրա։ Այո, իդեպ Գրետա։ Ու ես չնեղվեցի։ Հիմա ես իմ քրոջ հետ եմ փորձում պարապել, ինքը քրոջից ծրագրերին փորձում եմ ծանոթանալ եւ պարապել, որ լավ սովորեմ եւ ընդունվեց։ Գրետա, նույնիսկ հանրակրթական դպրոցում սովորողները միևնույն է այդ առարկաները պարապում են առանձին ուսուցիչների մոտ ընդունելության քննություն հանձնելու համար։ Ես ուզում եմ հասկանալ, դու եթե փորձեիր գտնել Երևանում մի մասնագետ, որը կպարապի օրինակ հայոց լեզուն, բայց կիմանա նաև ժեստերի լեզուն, դու հաջողության կհասնեիր, ճանաչում ես նման մարդիկ։ Չէ, մասնագետ, կարող էր, ճիշտ ասած չեմ փորձել, մտածել ես։ Ճիշտ ասած ընտրել եմ մի մասնագետի, փորձեցի դիմել, զբաղված է շատ, չկարողացա այդպես իր մոտ գնալ։ Եվ մի բան ասեմ, անցյալ տարի ոնց որ զուգադիպեց իմ Իտալիա գնալը, պարապմունքներս մի տեսակ ավելի սենց քչացան, երևի դա էլ նպաստեց, որ ես չկարողացա լավ պարապել եւ բարձր միավորներ հավաքել։ Ինչ հետաքրքիր է, որ ամեն կերպ իր մեջ է փնտրում այդ պատճառը Գրետան, իսկ Իտալիա ինչ առիթով է իր գնացել։ Ուրեմն ոչ ֆորմալ կրթական ծրագիր էր լսող եւ ոչ լսող երիտասարդների համար, այսինքն դա միջոց էր, որպեսզի մենք լսող եւ չլսող մարդկանցով երիտասարդներով ինտեգրվեինք։ Այո, եւ ինչ արդյունքներ տվեց դա։
Արդյունքներից մեկը այն էր, որ ես միջազգային ժեստեր սկսեցի սովորել։ Այո։ Գումարած դրան, որ իրենց կյանք, իրենց խնդիրները, իրենց կյանքի մասին ինֆորմացիա ինձ մոտ հավաքվեց։ Իրենց մշակույթի մասին ինչ-որ հետաքրքիր բաներ իմացա։ Ընդհանուր առմամբ շատ տպավորված եմ այնտեղից վերադարձել։ Շատ լավ է, որ քո տպավորությունները լավն են։ Հիմա խնդրում եմ դրանք համեմատիր մեր իրականության հետ։ Ինչը կցանկանայիր, որ փոխվեր Հայաստանում ապրող խուլերի կյանքում։ Ինչի պակասն է, որ դուք ամենաշատն եք զգում այստեղ։ Ճիշտ ասած, ես որպես sense դիտորդ շատ են խուլերը դժգոհում բողոքում աշխատատեղի բացակայության համար, որ աշխատատեղ չկա, չեն կարողանում աշխատանք գտնել։ Ասեմ, որ խուլերը նույնպես արտագնա աշխատանք են փնտրում տարբեր երկրներում, ոչ միայն լսող մարդիկ, այլ նաև խուլերը։ Ասեցի։ Ես չեմ մեղադրում խուլերին, որովհետև իսկապես աշխատանք չկա։ Այդ խնդիրներից մեկը դա է, որ չունեն աշխատանք։ Բայց մի խնդիր կա, խուլեր կան, որ փորձում են ինքնուրույն լինել, աշխատանք փնտրել, բայց ծնողներն են խանգարում, չեն թողնում, որ աշխատեն։ Մի տեսակ երևի մտածում են, որ չի կարող, չեն թողնում աշխատել։ Օրինակ դու ինչ աշխատանք կարող ես անել։ Կարող եմ օրինակ խանութում աշխատել, հագուստի խանութում օրինակ հագուստ, եթե հագուստները կախված են, ես կարող եմ դասավորել, խորհուրդ տալ։ Եթե ինչ որ տեղ են փնտրում, հագուստը չեն կարողանում գտնել, ես կարող եմ ուղեկցել, ասենք, իրենց նշված հագուստի մոտ, այդպես։ Այսինքն ես խնդիր չեմ տեսնում աշխատանք գտնելու մեջ, այսինքն ցանկացած աշխատանք կարող է էլի կատարել։ Իսկ քեզ խնդիրը ճիշտ ասած իմը չի, խնդիրը գործատուներինն է ճիշտ ասած։ Գործատուներին էլ մի ինչ որ ձևով երևի թե կարելի է հասկանալ։ Մարդը հնարավոր է մտավախություն ունենա, գուցե իր ասենք թե խանութի այցելուն քեզ չհասկանա, դու իրեն չհասկանաս, դու մտածում ես, որ կարելի է, որ դու ունենաս օրինակ քո անձնական թարգմանիչը եւ նույնիսկ աշխատանքի պահին նա միշտ թարգմանի քեզ։ Թե ավելի լավ է, որ բոլորը ժեստերի լեզու իմանան։ Բայց ասում եմ, այստեղ ինչ կապ ունի թարգմանիչը։ Ես կարող եմ գրելով շփվել։ Դժվար բան չկա, այսինքն ցանկացած իրավիճակից կարող ենք էլ գտնել։ Օրինակ Իտալիայում քո տարեկիցները, քո ընկերները այնտեղի ինչպես էին այդ հարցը լուծում, որտեղ էին աշխատում։ Ֆաբիոյի մասին պատմի, որ խուլ է, հա։ Ուրեմն իտալացի է, Ֆաբիո էր անունը, ինքը շատ հրաշալի անձնավորություն էր Ֆաբիոնի դեպ ասեմ, կատակասեր, հումորով։ Ու ինքը երբևիցե չէր լռում, ու միշտ ներկայացնում էր խուլերի կյանքը, ապրելակերպը, խնդիրները, հաջողություններն էր ներկայացնում։ Ու ես միշտ, այսինքն հասկացել եմ, որ ինքը շատ խելացի անձնավորություն է, ես միշտ իր հետ էի շփվում, իր հետ էի, ու ինքը գնում էր, ես իր հետ էի։ Եվ ինքն էլ խուլ էր։ Այո, խուլ էր։ Այո։ Եվ մի փոքր, ասենք, թույլ լսող այդպես կարելի է ասել։ Լսողական սարք կրում էր ինձ հետաքրքիր է։ Ոչ, չէր Ոչ, կրում։ այո։ Լսողական սարք չէր կրում։ Ինքը շատ բաներ ինձ պատմեց խուլերի կյանքի մասին, թե ինչ կեսաթոշակի վերաբերյալ կյանքի մասին շատ ինֆորմացիա ինձ տվեց։ Ու ես շատ էի զարմացել, բերանից նույնիսկ բաց էր մնացել, ինչ ահռելի տարբերություն կա Հայաստանի եւ Իտալիայի միջեւ։ Իր աշխատանքի մասին։ Աշխատում այդ անձնավորությունը Ֆաբիոն աշխատում է բժշկական հաստատությունում որպես սոց աշխատող։ Այո։ Սովորել է համալսարանում Ֆաբիոն, բարձր կրթություն, բարձրագույն կրթություն ուներ, հետո ու ես ասում եմ շատ է զարմացել, որ այսինքն հնարավորություններ իրանց մոտ հնարավորությունները ազատ է, խուլերը կարող են հանգիստ ընդունվել, աշխատել, այդպես շատ խնդիրներ չունեն, ինչպես որ մենք։ Օրինակ նա համալսարանում սովորել է ժեստերի լեզվով,
թե էլի քննությունը պետք է հանձներ նույն պայմաններում, ինչպես մյուսները եւ սովորեր առանց ժեստերի ուրեմն բարձրագույն հաստատություն, այսինքն լսողների համար իհարկե բարձրագույն հաստատություն, բայց ժեստերի լեզվի թարգմանչի արկայությամբ է եղել այդ դասընթացները, այսինքն դասախոսը խոսել է լսարանում իհարկե լսող անձանց համար, իսկ այդ տղայի համար եղել է առանձին թարգմանիչ, որ զուգահեռ թարգմանել է ժեստերի լեզվով։ Իսկ դուք որպես Հայաստանում ապրող խուլ երիտասարդի համայնքի ակտիվ ներկայացուցիչներ, հա, օրինակ հենց դու Գրետա, ինչ որ մի կազմակերպություն, ինչ որ մի միասնություն կազմել եք, որպեսզի դուք էլ դիմեք ձեր առաջարկներով։ Դուք ասեք, որ եթե հնարավոր է, ասենք թե համալսարաններում գոնե մեկ ժեստերի լեզվի թարգմանիչ աշխատի, կամ ինչ որ մեկը լինի, որ ուղեկցի մեզ բժշկի մոտ, կամ ինչ որ թատրոն գնանք միասին հասկանալու համար, ինչ որ նախաձեռնություններ ձեր կողմից լինում են։ Եղել են բազում անգամներ, ասեմ, հկների ենք դիմել, որ խուլ անձանց ընդունեն այնպես, ինչպես, որ սովորական մարդը։ Ես նույնիսկ իմեյլով եմ նամակ գրել, որ օգնեն խուլ համայնքին։ Ես ասում եմ, ընդհանրապես ես ինքս չեմ սիրում մեղադրել ուրիշներին, ես փորձում եմ, փորձում եմ այնպես անել, որ բոլորին հաճելի ու լավ լինի։ Բայց ասում է մարդիկ կան, որ չեն սիրում հարմարվել խուլերի հետ, այսինքն փորձում են, որ մենք ինքներս հարմարվենք նրանց, այսինքն պետք է իրենք էլ պատրաստ լինեն մեզ ընդունելու այնպես, ինչպես որ մենք կանք։ Այո, այսինքն այնուամենայնիվ դու հենց այսօր էլ այդ եթե չասենք խտրականություն կամ գոնե ինչ որ տարբերություն, ինչ որ առանձնացում նկատում ես, որ հասարակությունն ունի խուլ համայնքի նկատմամբ։ Իհարկե կա տարբերություն, ես չեմ կարող ասեմ, որ լիարժեք շատ լավ է եւ հասարակություն խավ կա, որ չի ընդունում։ Ես չեմ ասում, որ ժամանակ կար, ես շատ էի նեղվում, վիրավորվում, հետո ասում էի, ինչի եմ այսպես ծնվել, շատ էի նեղվում։ Հետո հասկացա, որ ես սխալ եմ եղել, սխալվել եմ այդ կարծիքը արտահայտելով։ Ես շատ հրաշալի անձնավորություն եմ, շատ լավ մարդ եմ այդքան։ Ես ինչի՞ պիտի տանջվեմ, թող իրանք տանջվեն, ես տանջվելու բան չունեմ։ Մի փոքր անձնական հարց։ Դու կնախընտրես քո ընտանիքը կազմել խուլ համայնքի ներկայացուցչի հետ, թե խոսք ունեցող։ Իսկ ասած դրա մասին չեմ մտածել, ինչպես որ ճակատագիրը կորոշի։ Այո, իսկ ինչ կասես այն ծնողներին եւ այն երեխաներին, ում ընտանիքում նոր է այդ խնդիրը ի հայտ գալիս։ Նրանք կանգնում են ընտրության առջև։ Այսօր շատ լավ սարքավորումներ կան, լսողական սարքեր կան, կոխլեար իմպլանտացիա կա, որը կարող է մարդուն դարձնել լսող։ Դու այդ փոքրիկներին խորհուրդ կտաս նրանց ծնողներին, որ այնուամենայնիվ գնան ժեստերի լեզվի ճանապարհով եւ ավելի քիչ մարդկանց հետ շփվեն, թե խոսք սովորեն եւ շփվեն բոլորի հետ։ Ես նման խորհուրդ չեմ տվել, փորձեմ խորհուրդ տալ, այսօր առաջ անգամ փորձեմ խորհուրդ տալ։ Մինչև 1 տարեկան երեխաների դեպքում դժվար է, այսինքն ծնողների ընտրությունը այդտեղ շատ ավելի բարդ է լինելու, ինչու լսողական ապարատ կրեն, թե վիրահատության տանեն երեխային, բայց եթե երեխայի մոտ 99% լսողությունը բարձր է, այսինքն կարող ենք լավ լսել, իհարկե ցանկալի է, որ դիմեն այն քայլին դիմեն, այն ճանապարհով գնան, որ երեխան շփվի եւ խոսի։ Դեմ չեմ ես դրան։ Բայց եթե 99% երեխայի մոտ խլություն է, իհարկե դա սխալ է երեխային անիմաստ տեղը տանել վիրահատության եւ կոխլեր ապարատի քայլին դիմել, դա շատ սխալ է։
Այսինքն դու այն որ տեսակետ կա որ պետք չէ նրանց կտրել իրենց համայնքից, իրենց աշխարհից, շատ կտրուկ չես այդ հարցում։ Եթե հնարավորություն կա խոսք սովորելու, դու կողմ ես որ խոսք սովորի։ Այո, իհարկե, եթե լսողությունը լիարժեք է, լավ է, թող գնա խոսք սովորի, եթե լսողությունը զրոյական է, թող գնա ժեստեր սովորի։ Ասեմ հետո երեխայի համար շատ դժվար կլինի նյարդերը կխանգարվի, չի դիմանա, այսպիսի հարցեր նույնիսկ կան, կարծում եմ, որ երեխան մեղք է։ Ես խնդրում եմ ասա, թե այդ օրը ինչպես եք դուք սովորաբար նշում ձեր համայնքում եւ ինչ ես դու մաղթում քո ընկերներին, քո տարեկիցներին այս օրվա առիթով։ Խուլերի միջազգային օրը վաղուց է ընդունված, բայց Հայաստանում 2001 թվականից է տոնվում այդ օրը։ Հետաքրքիր է անցնում ժեստերի լեզվով, խուլերի կյանքի մասին է այդտեղ ներկայացվում։ Շատ շքեղ ներկայացնելու համար 2006 թվականին է շքեղ ներկայացվել այդ տոնը։ Ես եկեղեցուց կարող եմ խոսել, ես եկեղեցուն բացվել էր խմբակ, որտեղ որ ես հաճախում եմ եւ զարգանում եմ այնտեղ։ Հաճախում եմ ինչ խմբակ է հաճախում։ Մնջախաղ խմբակ է հաճախում։ Այո։ Այնտեղ սովորում եմ անգլերեն, ռուսերեն, եկլեզու դասընթացների եմ մասնակցում ու շատ հետաքրքիր բաներ եմ սովորում եկեղեցում։ Հետո ես այնտեղից հասկացա ու շատ բաներ բացահայտվեց ինձ համար, որ այսինքն սկսեցի ավելի ինքնակրթվել։ Ու այդ ժամանակ որոշեցինք, որ մեծ շքեղ տոն պետք է անենք։ Այո։ Ու սեպտեմբերի ամսվա վերջի կիրակի օրը մենք շատ ոգևորվածությամբ էինք պատրաստվում։ Ինչպես եք նշում։ Ներկայացմամբ, երկժեստերի լեզվով, պարով, շատ արտասանում էինք, 2006 թվականից 10 տարի անցել է։ Հիմա 16 թվականն է։ Հիմա էլ կա այդ ոգևորությունը, թե հիմա ամեն մարդ ինքն առանձին է նշում։ Կամ չի նշում։ Հիմա ես վստահորեն չեմ կարող ասել նշվում է թե չի նշվում, ես այս անգամ ես չեմ մասնակցել։ Հիմա ինչով են իրանք զբաղվում, նշելու են թե չեն նշել են, չեն նշել, ես չեմ կարող ասել, որովհետև շատ զբաղված եմ, իսկապես զբաղված եմ, իմ զբաղվածությունն է ինձ խանգարել, որ ես չմասնակցեմ։ Եթե իհարկե պետք լինի, ես կմասնակցեմ միջոցառմանը։ Քո զբաղվածությունը հիմա քո պարապմունքներն են, որովհետեւ դու ընդունվես համալսարան։ Այո, ամեն ինչ թողել եմ, որպեսզի ընդունվեմ համալսարան։ Իսկ բացի այդ կրթության հետևից գնալուց, էլ ինչ ես կարողանում դու անել։ Ես գիտեմ, որ դուք համեղ կերակուրներ եք պատրաստում, կարողանում եք լավ գործել, դպրոցում սովորեցնում են ձեզ։ Գործելը այդքան էլ չէ, բայց սիրում եմ դիմահարդարում անել, շատ լավ վարպետ եմ, խոհարարությունը իհարկե լավ խոհարար եմ։ Այսինքն կանայք ինչ որ պատրաստում են, ինչ անում են, ես էլ այդ շնորհքն ունեմ, այսպես ասած, հետ չեմ մնում։ Սիրում եմ ստեղծագործել, գրում եմ։ Հասկանալի է։ Ստեղծագործել, նկարել, այդքանը։ Շատ լավ։ Եվ Աննա, ես գիտեմ, որ դուք էլ անընդհատ շփվում եք խուլերի համայնքի հետ, խնդրում եմ այս օրվա առիթով նաև ձեր փոքր նկատառումը ինչը հատկապես կառանձնացնեիք, որ այսօր Գրետան եւ իր ընկերները ունեն դրա կարիքը, բացի աշխատանքից, որի մասին նա նշեց, եւ նաև կրթության հարցից, եւ ձեր մաղթանքը այս համայնքի ներկայացուցիչներին։ Ուրեմն կառանձնացնեի այն, որ խուլերը շատ շփվեն, ինտեգրվեն
այո, թող ինտեգրվեն հենց լսողների աշխարհի հետ, որովհետև շատ կարևոր է։ Հիմա Փառք Աստծո Գրետան քիչ առաջ ձեզ ասաց, որ լսողներն են արդեն քայլ անում, որպեսզի ժեստեր սովորեն։ Այո։ Իդեպ ասեմ, որ շատ դրական փոփոխություն կա ու շատ մարդիկ ժեստեր են ուզում սովորել եւ հասարակության կարծիքն է։ Իմ կարևորագույն խնդիրներից մեկը այն է, որ հասարակության կարծիքը շատ քիչ փոխվել է։ Այսինքն արդեն նորմալ են վերաբերվում, տարակուսանքով չեն նայում, խղճահարություններ այդպեսին արդեն էլ չկա, մի տեսակ փոխվել է կարող։ Դուք դա նկատում եք։ Այո, նկատում եմ, որովհետև իմ ծնողները նույնպես խուլ են, ես տեսնում եմ, ահռելի փոփոխություններ եմ տեսնում, իսկապես շատ մեծ աշխատանք է արվում, իհարկե շնորհակալություն այն ՀԿ-ներին, ովքեր որ զբաղվում են լսողության խնդիր ունեցող անձանց հարցերով, այսինքն իրենց ահռելի աշխատանքի միջոցով է այս ամենը հնարավոր դառնում։ Մաղթանքս խուլերին երջանիկ լինեն, երբեք չտխրեն, շատ խմբակներ հիմա կա, երիտասարդներին եմ էլի խոսքս հղում, խմբակների մասնակցեն, լավ սովորեն։ Ժեստերով էլ ասեք, անհա, որպեսզի ձեզ մի քիչ դժվար է, ասեմ, երբ որ ժեստ եւ խոսք ենք փորձում անել, դժվար է, եւ ժեստ եւ խոսք դա մի քիչ դժվար է։ Ես հետո ժեստերով դրետային կասեմ։ Մաղթանքս է, որ լավ սովորեն խուլերը, երբ որ լավ կրթություն եւ գրագետ են լինում, աշխատանք գտնելը շատ ավելի հեշտ է լինում, այսքանը։ Կարևորը կրթությունն է այս դեպքում։ Կրթված խուլը կարող է լավ աշխատանք հետագայում ունենալ։ Այո, շատ շնորհակալ եմ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Գրետա, քեզ մաղթում եմ, որ այս տարի անպայման ընդունվես համալսարան եւ քո այդ մեծ ցանկությունը երազանքը կատարվի ու հետագայում էլ շատ լավ ընթացքի սկիզբ դառնա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում էր Գրետա Ավագյանը, նա հաղորդակցվում է ժեստերի լեզվով եւ առիթը մեր հանդիպման խուլերի միջազգային օրն էր, որ նշվեց անցած կիրակի օրը ամբողջ աշխարհում։ Աննայի եւ մեր օգնականը Աննա Բերբերյանն էր ժեստերի լեզվի թարգմանչուհի եւ ես էլ մաղթում եմ Գրետային եւ նրա ընկերներին, համայնքի բոլոր ներկայացուցիչներին, որպեսզի լինեն առողջ եւ իսկապես ինչպես Գրետան նպատակներ դնեն եւ հասնեն իրենց նպատակներին, թեկուզ հասարակական կազմակերպությունների, պետական օղակների աջակցությունը շատ մեծ չզգալով, չնայած մենք գիտենք, որ մեր իրականության մեջ այս հարցերին հատկապես պատասխաններ են տրվում հենց հասարակական կազմակերպությունների եւ պետական օղակների միջև սերտ համագործակցության շնորհիվ եւ ես էլ ուզում եմ ամփոփել իմ իմացած ժեստով, ժեստերի լեզվով հաղորդակցվող բոլոր մարդկանց, ես ձեզ սիրում եմ, ես միայն դա գիտեմ եւ այսօր ավելացրեցի, որ Գրետան սիրուն աղջիկ է։ Այսքանը մենք հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, առողջ եղեք։